Երեկ իմացանք, որ Վանաձորում թալանել են արցախցիների վարձակալած տունը, իսկ ոստիկանությունը տուժողի բարեկամին է տարել, ծեծել ու պահանջել, որ իր վրա վերցնի ավազակային հարձակումը։ 6 ոստիկան ծեծել է երիտասարդին ու պահանջել իր վրա վերցնի մեղքը։ 7 ժամ անց բաց են թողել ու հրամայել ոչ մեկին չասի։ Այդ երիտասարդն էր 44-օրյա ու ապրիլյան պատերազմների մասնակից է, սա ինչու եմ շեշտում, որովհետև կարող է մարդ թուրքի դեմ պատերազմում չզոհվի, բայց գա խաղաղ ժամանակ զոհ գնա ոստիկանության գործողություններին։ Բարեփոխված ոստիկանությունը մարդկանց գլխին սարքում է։ Տուն տեղ կորցրել է, հիմա ասում են դե մեկա բան չունես, արի գնա բանտ նստի։ Քրեական գործը, որ հարուցել եմ, վստահ եմ կարճելու են ու ոստիկաններին ազատեն պատժից այդ ծեծի համար, ինչպես եւ եղել է բոլոր մյուս դեպքերում, երբ բռնություն են կիրառել падգամավորի նկատմամբ, փաստաբանի նկատմամբ, զոհերի հարազատների նկատմամբ, վարորդների նկատմամբ։ Քաղաքացին ապահով չէ ոչ սահմանին, ոչ երկրի ներսում, կրկնում եմ։